Բարև ձեզ։ Այսօր կզրուցեմ Վերադարձ Հայաստան հիմնադրամի տնօրեն Վարդան Մարաշլյանի հետ։ Պարոն Մարաշլյան, շնորհակալ եմ, որ հյուրընկալվեցիք մեզ։ Շնորհակալություն հրավերի համար։ Ինչպես է հիմնադրամը աջակցում հայրենադարձներին եւ ինչ ծրագրերով։ Շատ լավ։ Նայեք, մենք 12 հոգով հայրենադարձ եւ սփյուռքահայ ստեղծեցինք Վերադարձ Հայաստան հիմնադրամը, որ ավելի շատ ճանաչելի Repeat Armenia անվանման տակ դրսում, որպեսզի աջակցենք անհատական մակարդակով այն մարդկանց, ովքեր որ միտք ունեն տեղափոխվելու Հայաստան։ Եվ մինչ օրս այդ գործողությունը կատարում ենք 20 թվականից սկսած մեր հիմնական աջակիցը Հովնանյան ամերիկյան ընտանեկան հիմնադրամն է եւ մեր հիմնական շեշտադրումը երկու խնդիրների վրա էր՝ օգնել մարդկանց պրոֆեսիոնալ իմաստով ինտեգրվել Հայաստանում, իրենց տեղը գտնել եւ ադապտացման հարցով էլ օգնենք, որպեսզի իրանք ավելի արագ հասկանան եւ դառնան այս հասարակության մասը։ Դրա համար տարբեր ծրագրեր ենք իրականացնում, աշխատանք գտնելու, գործ սկսելու, կազմակերպում ենք մոտավորապես 30 միջոցառում տարեկան տարբեր ֆորմատների, որտեղ որ նորեկացները կամ այն մարդիկ, ովքեր որ դիտարկում են տեղափոխվել Հայաստան, կարող են շփվել, զրուցել եւ հանդիպել այն մարդկանց հետ, փորձառու մարդկանց հետ, ովքեր որ արդեն տեղափոխվել են Հայաստան, նույն քաղաքից, նույն երկրից, նույն մասնագիտություն ունեցած կամ նույն խնդիրները հաղթարած։ Խոսենք ավելի մանրամասն եւ հասկանանք, թե ինչպես եք աջակցում, այսինքն ինչպես է դրսևորվում այդ աջակցությունը, նաև հետաքրքիր է, թե ինչպես եք իրականացնում այդ նախորոք աշխատանքը, այսինքն մինչև տեղափոխվելը Հայաստան։ Դե process-ը հետևյալն է, որ մենք անհատապես աշխատում ենք մարդկանց հետ, փորձում ենք հասկանալ իրենց կարիքները, հասկացնում ենք on-line կամ մարդիկ գալիս են մեր գրասենյակ օրիենտացիան, տալիս ենք հնարավոր ռեսուրսները, որպեսզի իրանք կարողանան օգտվենք, կապում ենք ճիշտ մարդկանց հետ, պոտենցիալ գործատուների հետ նույնպես, որպեսզի իրանք կարողանան իրենց հարցերը լուծել։ Օգնում ենք նաև իրավական հարցերի շուրջ, իրավական հարցերի շրջանակներում նաև համագործակցում ենք ինտեգրման եւ հայրենադարձության գրասենյակի հետ, որ պետական գրասենյակն է եւ գտնվում է հենց մեր կողքը։ Այսինքն մենք մարդկանց ուղղորդում ենք այնտեղ եւ հակառակ, եթե մարդիկ ունեն սոցիալական ինտեգրման կամ աշխատանք գտնելու եւ այդ տեսակի հարցերը, իրենք ուղարկում են դեպի մեզ։ Անհատապես հասկանալով խնդիրները նորից պետք է նաև հասկանանք, որ մենք չենք կարող հրաշքգործել, մենք չենք կարող մարդկանց աշխատանքով ապահովել, կա շուկա, կան հնարավորություններ եւ սահմանափակումներ եղած իրականության մեջ մենք փորձում ենք մարդկանց օգնել, որ իրանք իրենց մաքսիմալ էֆեկտիվ կազմակերպեն գործընթացները եւ կարողանան իրենց տեղը գտնել այստեղ։ Այսօր շատ են հայրենադարձվել ցանկացողներ, ինչ միտումներ կան։ Այստեղ պետք է անդրադառնամ մի իրավիճակին, որ այդքան էլ հաճելի չի, բայց իրականություն է, եկեք անկեղծ խոսենք, որ Հայաստանը մինչ օրս չունի հայրենադարձի կարգավիճակ, չկա հայրենադարձության մասին օրենք, չնայած 2010 թվականից սկսած տարբեր փուլերով քննարկվում է, երկու նախագիծ են եղել, բայց որևէ մեկը չի ասել խորհրդարանական լսումների մակարդակի, այսինքն վերջին հայրենադարձության մասին օրենքի նախագիծը մնացել է կառավարության մակարդակում եւ դեռևս այնտեղ չի ամփոփվել նույնիսկ, որը շատ ցավալի է։ Այդ իսկ պատճառով ոչ մեկ ձեզ պետությանը չի կարող հստակ ասել թե քանի հայրենադարձ է տեղափոխում Հայաստան։ Իսկ օրենքը իրականում շատ པարզ բաներ պետք է պարզաբաներ, ինչու է կարևոր հայրենադարձությունը որպես գործընթաց Հայաստանի եւ նաեւ Սփյուռքի համար, ով է հայրենադարձը, սահմանել հստակ ով է հայրենադարձը, որտեղ այդտեղ խնդիր կա հայրենադարձ, վերադարձող, միգրանտ, սփյուռքահայ, այդ 4 կատեգորիան բավականին դժվար է սահմանել, նաև ոչ մենակ հայերի համար, բայց ընդհանրապես աշխարհով մեկ։ Երրորդը, որ պետական մարմին է պատասխանատու հայրենադարձների աշխատանքի համար, եւ չորրորդը հիմնական բազային փաթեթ աջակցության, որ պետությունը երաշխավորում է եւ տրամադրելու է հայրենադարձներին։ Քանի որ այդ ամեն ինչ չկա, ես կարող եմ խոսել մենակ մեր հիմնադրամի տվյալների մասին, մեզ դիմում է տարեկան մոտ 800 հոգի, որից 500-ը նոր են տեղափոխվել Հայաստան, աշխարհագրությունը Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա, Կանադա, Պարսկաստան եւ Լիբանան եւ Սիրիա, ոնց որ հիմնական այդ 6-7 երկրները նույնն են, ուղղակի տեղերով են փոխվում եւ հարցերը, որ իրանք ունեն հիմնականում աշխատանք գտնելն է, մոտավորապես կեսն է, իրավական կարգավիճակը Հայաստանում, ինտեգրվելը, երեխաների համար դպրոց մանկապարտեզը եւ բազմաթիվ այլ տեսակի հարցերով են դիմում, հիմնականում 30-ից 40-45 տարեկան
հայնակիցներն են մեզ դիմում, ովքեր ունեն հետաքրքիր փորձ աշխատանքային եւ մտքեր, որ իրենք ուզում են իրականացնել Հայաստանում։ Ինչ եք կարծում, պարոն Մարաշլյան, այս օրենքի պակասը ինչ խնդիրներ է իր հետ բերում եւ ընդհանուր առմամբ եթե մտածենք հայնադարձը մտածում է վերադառնալ Հայաստան, բայց գիտի որ չկա նման օրենք, չկա ինչ որ կարգավորում, որ նրա համար ավելի པարզ կդարձնի հետագա կյանքը գործունեությունը երկրում ինչով է այս պակասը երևում։ Նայեք, շատ པարզ կարող եմ բացատրել, ես տեղափոխվել եմ 2010 թվականին, մոտ 30 տարի ապրել եմ Ռուսաստանում եւ կարող եմ ասել, երբ որ ես տեղափոխվում էի, չկար որևէ ազդակ, որ ես այստեղ պետք եմ, որ ինձ սպասում են կամ որ երկիրը իրոք ուզում է ունենալ հայնադարձներին Հայաստանում։ Կային առանձին հայտարարություններ, չգիտեմ 4 միլիոն 2040 թվականին, հետո 5 միլիոն 2050 թվականին, բայց դերատակ որևէ ծրագիր, մոտեցում, քաղաքականություն, հա, կամ նույնիսկ տեղեկատվական լուրջ աշխատանք չէր արվում։ Այդ իսկ պատճառով ես կարծում եմ, որ դրսում ունենք հայնակիցներ, չեմ ասում, որ բոլորը պատրաստ են տեղափոխվել, ովքեր որ սիրով կդիտարկեին տեղափոխումը Հայաստան, եթե իրանք զգային, որ պետություն ունի հստակ մոտեցում այդ հարցի շուրջ։ Այսօր նաև խնդիրը նրանում է, որ ինքնության էլեմենտները եւ սփյուռքում տեղի ունեցող process-ները բավականին բարդ են, ինչպես նաև Հայաստանում, այնպես էլ Սփյուռքում, հատկապես Սփյուռքում բևեռացումը շատ մեծ է, հիասթափության կամ տագնապային վիճակները մարդկանց մեջ իրականության հետ կապված, ռիսկերի հետ կապված, որի առջև կանգնած է Հայաստանը, մեծ են։ Այս ամբողջ ինչ տեղի ունենում Հայաստանում, ինչ վերաբերում են ցեղասպանության թեմային կամ ինքնության թեմային, եկեղեցու թեմայի շուրջ, շատերը շատ ծանր են տանում Սփյուռքում, որովհետև իմ կարծիքով բոլոր այս process-ները շատ վատ են ներկայացվում եւ բաժանարար ինչ որ ձևով են ներկայացվում, որի արդյունքում Սփյուռքի զգալի մասը իրան ուղիղ ձևով չի ասոցացվում Հայաստանի հետ եւ գնալով այդ անջրպետը մեծանում է։ Ցավով եմ ասում, որովհետեւ իմ կարծիքով մենք որպես ժողովուրդ, ազգ եւ պետություն շռայլությունը չեն կարող թույլ տալ կորցնել 7 միլիոն մարդ, որը ապրում է ավելի քան 100 երկրներում, որից մի մասը կարող է եւ տեղափոխվել Հայաստան, բայց մի այլ մեծ մասն էլ կարող է ներգրաված լինել Հայաստանի հետ այլ մակարդակներով, հզորացնելով մեր պետությունը, որը ինքնին գտնում է բավականին բարդ իրավիճակում, բարդ նոր իրականության մեջ եւ տարածաշրջանում եւ այս քաշային կատեգորիայում մեզ շատ դժվար կլինի դիմակայել մարտահրավերներին, եթե Սփյուռքը չլինի մեր համասեփականատերը երկրի եւ դաշնակիցը երկրի։ Դա մի քիչ դժվար է իրականացնել, որովհետեւ Սփյուռքում մենք շատ լավ հասկանում ենք, որ մարդիկ շատ տարբեր կարծիքներ ունեն, իրանց մոտեցումները, պատկերացումները ձևավորել են նաեւ այդ երկրների ազդեցության տակ կամ որովհետեւ իրանք տարբեր պատմական Հայաստանի շրջաններից են տեղափոխվել այնտեղ եւ այլն, բայց այդ աշխատանքը իրոք պետք է արվի շատ ավելի բարձր մակարդակի վրա, որպեսզի գոնե հիմնական հարցերի շուրջ, որ վերաբերում են մեր ազգի եւ ինքնությանը որպես ապագա, ոչ թե ինքնությանը որպես անցյալ, լինի որոշակի կոնսենսուս։ Հաշվի առնենք, որ նաեւ Հայաստանից դուրս հերու ապրելով հայաստանյան իրականությունը այլ կերպ է ընկալվում, կարծում եմ, Սփյուռքում եւ հետաքրքիր է շփվելով հայնադարձների հետ կամ նաեւ սփյուռքահայերի հետ, որոնք դեռ չեն եկել։ Ինչ պատկերացում եք տեսնում, ինչպես է նրանք ընկալում Հայաստանը այսօր։ Իհարկե, տարբերությունը շատ մեծ է լինում, ես ինքս երբ որ տեղափոխվել եմ եւ նաեւ զրուցելով բազմաթիվ հարյուրավոր հազարավոր մարդկանց հետ նկատել եմ հետեւյալ մի process, հատկապես եթե մարդը արդեն տեղափոխվում է, հայրենադարձությունը ոնց որ մարաթոն լինի, այսինքն 40 կիլոմետրանոց վազք է։ Կարճ դիստանցիա չի, որ դուք հասնում եք ֆինիշին եւ արդեն ամեն ինչ ավարտվել է։ Եվ ինքը ենթադրում է որոշակի ճգնաժամներ, որի միջոցով դուք անցնում եք։ Բնականաբար սկզբից ես եւ մենք շատ པարս երևում է հայնադարձների մեջ, որովհետեւ շատերը գալիս են, իրենք գալիս են էներգիայով լի եւ ուզում են փոփոխություններ իրականացնել շատ արագ եւ բախվում են իրականության, որ տարբեր է։ Հիմա չենք ասում լավը թե վատը, բայց տարբեր է նրանք ինչպես են իրանք դա պատկերացնում եւ առաջի ճգնաժամը հիմնականում տեղի ունենում է, երբ որ իրենք 5-6 ամիս արդեն ապրում են Հայաստանում։ Երկրորդ ճգնաժամը ավելի շատ երբ որ արդեն 2-3 տարի իրանք ապրում են տակտիկական, այսպես ասած, ճգնաժամը, երբ որ իրանք արդեն հասկանալով որ ժամանակ երկար անցկացնել են Հայաստանում, բայց սկսում են արդեն հասկանալ ինչու են բաները այլ ձև, քան իրանք պատկերացնում են։ Փորձում են հասկանալ պատճառները, ոչ թե մենակ քննադատել կամ վերևից նայել,
եւ փորձել այտենց անհամբեր ինչ որ փոփոխություններ իրականացնել։ Եվ երրորդ ճգնաժամը արդեն 7-8 տարի ապրելուց հետո ռազմավարական ասած ճգնաժամը, երբ որ մարդը հասկանում է այդ ժամանակը, որ ինքը նվիրել է իր երկրին, արդյոք ինքը դարձել է այդ երկրի լիարժեք մասը, եւ այդ ժամանակն է, երբ որ մարդը իրականում արդեն լիարժեք համասեփականատեր է զգում իրան Հայաստանի, իր լավ, բայց նաեւ վատ կողմերով, որտեղ սեփականատեր լինելը մենակ լավ կողմերի բավարար չէ։ Դու պետք է ընդունես ամեն ինչ որ քեզ դուր գալիս է, ինչ որ քո դուր չի գալիս, հասկանալ, որ դա էլ է քո մասը եւ դու չես կարող ուղղակի դա մերժել կամ շղթել եւ փորձել ձևացնել, որ դա քեզ չի վերաբերվում։ Իսկ դրսում ապրողների համար բնականաբար յուրաքանչյուր սփյուռքը եթե վերցնեք, ոչ մենակ հայկական, շատ էմոցիոնալ է, ընդհանրապես վերաբերվում եւ ցավոտ հիվանդագին որոշ դեպքերում եւ դրական իմաստով էմոցիոնալ եւ բացասական իմաստով յուրաքանչյուր process-ների, որ տեղի ունենում հայրենիքում, հատկապես եթե հայրենիքը կամ պետությունը անցնում է բարդ ժամանակաշրջաններում, իսկ մենք պատերազմ ենք պարտվել ենք պատերազմում, կորցրել ենք Արցախը, հայաթափվել է Արցախը եւ բազմաթիվ լուրջ շատ բացասական իրադարձություններ են տեղ ունեցել, որը Սփյուռքի համար բնականաբար արդեն մենակ այդ իրադարձությունները շատ մեծ հարված էին իրանց ինքնության պատկերացումների, թե իրենք որպես հայ ով են, ինչն է, որոնք են իրանց հիմնական ինքնության էլեմենտները եւ հատկապես ապագայի հետ կապված որոնք են այդ էլեմենտները։ Շարունակելով խոսել հենց միտումների մասին, հետաքրքիր է տեղյակ եմ, որ հիմնադրամը 2012-ից է գործում, այս տարիների ընթացքում, եթե համեմատենք այսօր եւ նախկինում, ավելի ակտիվություն նկատում եք, թե ոչ, եւ նաեւ նշեցիք, որ Ռուսաստանից, ԱՄՆ-ից եւ տարբեր երկրներից ավելի հաճախ են որոշում գալ, նաեւ պատճառները հասկանանք։ Շատ լավ։ Նայեք, ակնհայտորեն 2018 թվականից մարդկանց թիվը, որ դիմում է մեզ եւ տեղափոխվում է Հայաստան, նաեւ հիմնադրամի դիմելով, աճել է մոտ 2 անգամ։ Այսինքն այդ 800-ը, որ 800-ից 1000 հոգի տարեկան, որ մեզ հիմա են դիմում, նախկինում եղել է մոտավորապես 400-500 հոգի տարեկան։ 18 թվին դա կապված էր դրական սպասումներով, 20 թվից հետո իրականում շատ հետաքրքիր է, որ 20 թվի պատերազմի պարտության արդյունքում չէր նվազել, այլ հակառակը ավելացել էր դիմողների թիվը, որովհետև ես անձամբ շատ ընկերներ ունեմ Մոսկվայում, դες Մոսկվայից ավելի շատ կարող եմ խոսել, այլ երկրներից էլ կարող եմ խոսել, բայց ովքեր որ հասկացել են, որ 20 թվի պատերազմի արդյունքում որ դա նաև իրանց անձնական պարտություն, այսինքն նշանակում է, որ իրանք ինչ-որ մի կարևոր բան չեն արել եւ շատեր ովքեր որ չէին պատրաստում, չէին պլանավորում տեղափոխվելը, դիտարկեցին եւ տեղափոխվեցին Հայաստան։ Ու 22 թվականին նաև օրինակ երբ որ սկսվեց ուկրաինական պատերազմը, այդ ժամանակ էլ հոսք եղավ։ Հիմա Հայաստանում կա եւ պետական մարմիններով եւ հասարակության մեջ կա մի հատ շատ հստակ պատկերացում, որ մարդը Հայաստան չի տեղափոխվի, եթե ստիպված չլինի տեղափոխվել Հայաստան, որտեղ կամ տնտեսական պատճառներով, կամ պատերազմի պատճառներով, եւ դա շատ թերի պատկերացում է հայնադարձության մասին, որտեղ մեր հիմնական կոնտինգենտը մարդկանց, ովքեր որ մեզ են դիմում, ոչ թե դիմում են, որտեղ փախնում են ինչ-որ մի երկրից, այլ որովհետեւ պլանավորում են ու ցանկություն ունեն տեղափոխվել հենց Հայաստան։ Եվ իրանց ինտեգրման գործընթացը այդ երկու կատեգորիաներն են շատ կարևոր են Հայաստանի համար, որտեղ եթե մարդը եկել է Ռուսաստանից կամ Լիբանանից, Սիրիայից կամ Պարսկաստանից, նույնպես շատ կարևոր է ամեն ինչ անել, որ ինքը մնա, ինտեգրվի եւ հաստատվի Հայաստանում։ Բայց իր պատրաստվածության մակարդակը հիմնականում ավելի ցածր է, քան այն մարդկանց, ովքեր որ նախորդ պլանավորել են, մտածել են, հավասարակշռել են էմոցիոնալ, բայց նաեւ ռացիոնալ պատճառները եւ նախապատրաստումները ստեղ տեղափոխվելու, որովհետեւ Հայաստանում ապրելը հեշտ չէ, կյանքի գինը աճել է այս վերջի հատկապես 3-4 տարվա ընթացքում բավականին ուժեղ, եւ չնայած շուկայում կա պահանջարկ պրոֆեսիոնալների, բայց այդպես համատարած որ ասեն կոնկրետ մի ոլորտում ակնհայտորեն կա պահանջարկ մի քանի 100 մասնագետների, դժվար է ասել։ Այսինքն չկան ոլորտներ, որ առավել գրավիչ են։ Կան ոլորտներ, որ ավելի գրավիչ են, բայց այդտեղ այդքան էլ կայուն չի պահանջարկը։ Մեկ աշխատավարձի մակարդակը այդքան էլ բարձր չի շատ դեպքերում, որպեսզի մարդը, հատկապես եթե ինքը ունի բնակարան Հայաստանում, կարողանա
որոշակի մակարդակը ապահովել իր կյանքի։ Նայեք, հայնադարձների զգալի մասը պատրաստ են զիջել ֆինանսական իմաստով, որպեսզի ապրեն Հայաստանում, բայց իրենք պետք է կարողանան գոնե մեր խոսակցական գլուխը պահել, հա, ասելով գլուխը պահել Հայաստանում, որը միշտ հեշտ չէ, բայց օրինակ կան մարդիկ ֆրիլանսերներ, ովքեր որ հատկապես 2020 թվականից հետո Հայաստանում կարող են ապրել եւ այդ միտումը մենք տեսնում ենք մարդիկ ովքեր որ տեղափոխվում են Հայաստան, բայց իրանց գործատուն մնում է դրսում Հայաստանից եւ Հայաստանի համար դա շատ շահավետ է։ Մեկ եւ երկրորդը կան նաեւ օրինակ մարդիկ ովքեր որ 60-ից բարձր արդեն 60 անց են, փորձառու են եւ իրանք գալիս են կյանքի որակի համար Հայաստան, բայց նաև դրա հետ ոչ թե մենակ թոշակառու են, ոչ թե մենակ ուղակի ապրում են եւ գնում են կաֆեներ, բայց իրենք նաև սոցիալական ակտիվություն են ցուցաբերում եւ շատ կարեւոր նախաձեռնություններում մասնակցում են որպես մենտոր, որպես մասնագետ, որպես արտաքին աշխարհի հետ կապող մարդիկ։ Հիմա հիմնական պատճառները ինչ են մարդիկ տեղափոխվում, գրեթե նույնն են։ Հետաքրքիր է, որ կապ չունի մարդը Ավստրալիայից է տեղափոխվում, Ռուսաստանից է տեղափոխվում, Կանադայից, Մերձավոր Արևելքից։ Եվ ո՞րն է դա։ Թողարկել եմ իրանց, բայց ոչ թե այն հերթականության, որ ենք նշում են, բայց ոնց որ հիշելու եմ, ասենք մարդիկ ուզում են լինել իրանց սեփական երկրի կայացման գործընթացի մասնիկ։ Չեն ուզում հերվից նայեն, հատկապես եթե պետությունը ասում է ծանր этаպներով, իրենք ուզում են ըստեղ լինեն եւ դրա մասը լինեն։ Մեկ։ Երկրորդը իրենց դուր է գալիս աշխատանքի եւ կյանքի բալանսը, որ այստեղ կա, եւ միջավայրը, որ շատ ավելի մարդամոտ են, մարդիկ ճիշտ է, դա ունի նաեւ բացական կողմ, բայց հիմնականում դա իրենք կարոտում են հատկապես այն մարդիկ, ովքեր որ մերձավոր արևելքից կամ Հայաստանից ժամանակին դուրս են եկել, գնացել են արևմտյան երկրներ եւ կայանալով այնտեղ զգում են այդ կյանքի որակի պակասը, մարդկային շփման եւ այլն։ Երրորդը ֆիզիկական անվտանգ միջավայրը, հատկապես երեխաների համար եւ երեխաների զարգացնելու հետ կապված լրացուցիչ հնարավորությունները, որ դուք այստեղ կարող եք ապահովել, որ դրսում մեծ քաղաքներում շատ դժվար է ապահովել։ Չորրորդը դա նաև այդ ձուլման դեմ կամ ասիմիլյացիա դեմ պայքարելու կարիքը չկա արդեն Հայաստանում, որովհետև մարդիկ ակնհայտորեն հասկանում են, որ դրսում մնալը, հայ մնալը դա ժամանակավոր երևույթ է, ասենք 1 սերունդ, 2, 3, 4 եւ հիմնականում ձուլվում են մարդիկ եւ ձուլվելը դա խառը ամուսնություն չէ, դա շատ ավելի բարդ process է, որտեղ կան ձուլվող ընտանիքներ, որտեղ որ երկու ծնողներ հայախոս են, Հայաստանից են տեղափոխվել կամ Մերձավոր Արևելքից են տեղափոխվել, բայց միաժամանակ իրենց ինքնությունը եւ իրենց պատկերացում աշխարհի վերաբերյալ եւ նպատակները բացարձակապես կապված են ոչ Հայաստանի հետ, ոչ էլ հայ մնալու հետ կամ որոշ շատ փոքր ատրիբուտների հետ են կապված։ Հիմնական պատճառները դրանք են եւ մի բան էլ նշեմ, որ չնայած Հայաստանում շուկան փոքր է եւ հնարավորությունները սահմանափակ են, բայց իրանց գիտելիքով, իրանց փորձով, իրանց գիտակցությամբ դրսում շուկան ինչպիսին է, իրանք շատերը կարողանում են Հայաստանում ձևավորել նոր ուղղություններ, ինովացիաներ բերել եւ ստեղծել որոշ բաներ, որ թերևս Հայաստանում չեն եղել եւ շատ ոլորտներում դուք այսօր կտեսնեք, որ հայնադարձները առաջատար դերում են գտնվում եւ հիմնադիրներ են նոր եւ նոր ոլորտների, նախաձեռնությունների եւ կազմակերպությունների։ Լինի դա տուրիզմը, լինի դա բարձր տեխնոլոգիաները, կրթությունը, բժշկությունը, շատ եւ շատ ոլորտներում դուք կտեսնեք, որ հայնադարձների տոկոսը, ովքեր որ նախաձեռնող են եղել եւ սկսել են նոր կազմակերպություններ են հիմնել կամ նոր պրոդուկտներ են ձևավորել Հայաստանում, շատ բարձր է։ Խոսենք նաև պետություն մասնավոր հատվածի համագործակցության մասին, քանի որ դուք հիմնադրամ եք ներկայացնում, բայց ասացիք, որ նաև համագործակցում եք հայնադարձության ինտեգրման կենտրոնի հետ, որը հենց Սփյուռքի հանձնակատարի գրասենյակի լիազորությամբ է աշխատում։ Ինչպես կգնահատեք այս համագործակցությունը եւ որքանով է նաև գրասենյակի ծրագրերը խթանում ձեր գործունեությանը, շփմանը, նաև հետաքրքրության առաջացմանը։ Նորից պետք է անկեղծ լինեմ, որովհետև ճիշտ է, իրանք մեր գործընկերներ են այդ հարցում եւ մենք ընդհանրապես համագործակցում ենք յուրաքանչյուր կազմակերպությունների հետ, թե Սփյուռքում, թե Հայաստանում, որոնք ոչ միայն հայնադարձությունն են կարևորում, բայց նաեւ Սփյուռք պետություն արդյունավետ համագործակցություն են համարում, որովհետև մենք խորը համոզմունք ունենք, որ
հայկական ինքնության էլեմենտից մեկը պետք է լինի Հայաստանի հետ կապը։ Եթե դու ուզում ես նույնիսկ պահպանել քո մշակույթը, լեզուն, կրոնը Հայաստանի միջոցով, մենք պետք է ամեն ինչ անենք, որ Հայաստանը լինի կարևորագույն տեղը, որտեղ որ իրենք կարողանում են պահպանել եւ զարգացնել իրենց ինքնությունը։ Բայց ամեն դեպքում պետք է ասեմ, որ պետական մարմինները ավելի շատ ռեակտիվ գործունեություն են ծավալում եւ բնույթ են կրում իրենց գործունեությունը, քան թե պրոակտիվ հայնադարձություն միտված։ Սպասարկելու այն մարդկանց, ովքեր որ դիմում են, կասել, որ վատ չեն աշխատում, հաշվի առնելով սահմանափակ ռեսուրսները, մարդկային եւ ֆինանսական, որ պետությունը դրան հատկացնում է։ Մի օրինակ էլ բերեմ, որ պարզ լինի, ինչքան որ ես գիտեմ, հանձնակատարի գրասենյակի բյուջեն տարեկան կազմում է մոտավորապես 2-ից 3 միլիոն դոլար, ներառյալ մարդկանց աշխատավարձներ, ովքեր որ այնտեղ աշխատում են, եւ նույն բյուջեն եղել է Սփյուռքի նախարարության բյուջեն թերևս 10 տարի առաջ կամ 15 տարի առաջ։ Չնայած մեր համախառն արդյունքը աճել է մի քանի անգամ, բայց փաստացի պետությունը, եթե իրականության մասին խոսենք, չի կարևորում Սփյուռքի այդ աշխատանքը, եթե ընդամենը 7 միլիոն մարդու համար, ովքեր որ ապրում են 100-ից ավելի երկրներում եւ ունեն հսկայական պոտենցիալ, թե տնտեսական, սոցիալական, մշակութային, կրթական, թե հայնադարձության հետ կապված մասնակցելու Հայաստանի հետ, փաստացի պատրաստ չեն ներդրում կատարել, որպեսզի այդ շատ ավելի արդյունավետ ներգրավվածությունը ապավեն։ Բայց հաշվի առնենք, որ նաև որոշ ծրագրեր ունենք ամեն դեպքում։ Լավ ծրագրեր ունենք, իգործ ծրագիրն է, լավ ծրագիր, որի շրջանակներում մոտ 50 հոգի դրսից գալիս են եւ 1 տարի աշխատում են պետական համակարգում, կա երիտասարդ դեսպանների ծրագիր, մի շարք ծրագրեր կան, բայց նորից եմ ասում, եթե մենք մեր ժողովրդի կամ ազգի առաջ ունենք մենք լուրջ խնդիրներ, իսկ մենք կանգնած ենք լուրջ խնդիրների առաջ, չպետք է բավարարվենք նման թվերով, այսինքն հակառակը մենք պետական մասնավորով համատեղ պետք է գայինք այնպիսի մի իրավիճակի, երբ որ կարողանանք 100,000 հայ туриզմ հանելով այս թվից բերել եւ անցկացնել շատ կարեւոր ծրագրերով Հայաստանում, կամավորական, կրթական, mentorship, տնտեսական, հա, ռազմահայնասիրական դասընթացներ անցնելու, լեզուն սովորելու, մշակույթը սովորելու, այսինքն եթե մենք նման ենթակառուցվածք ձևավորենք պետության հետ, որի միջոցով 100,000 հայ այդ շրջանառության կանցնեին եւ կվարակվեին հայկական կոവിഡ്ով Հայաստանում, դա կլիներ լուրջ մոտեցում, բայց մենք այդ թվերից շատ ավելի պակաս ենք կարողանում սպասարկել թե մասնավորը, թե պետականը։ Ու այստեղ ակնհայտորեն զգում ենք, որ պակաս կա համագործակցության։ Այսինքն պետությունը պետք է քարոզի եւ ներկայացնի Վերադարձ Հայաստանը, Birthright Armenia ծրագիրը, Teach for Armenia, Re-Armenia platform-ը, Equify platform-ը եւ շատ այլ կազմակերպություններ նախաձեռնությունները դրսում օգտագործելով բոլոր իր լծակները, դեսպանատները, հիպատոսարանները, լրատվական հնարավորությունները, նույնիսկ լայվերը, որով մեր քաղաքական գործիչները սիրում են դուրս գալ եւ տարբեր տեսակի կոնտենտ ձևավորել, նաեւ ոչ որակյալ, ցավոք սրտի, եթե այդ բոլոր հնարավորությունները մենք ուղղեինք նրան, որպեսզի այդ լավագույն նախաձեռնությունները, որ Հայաստանում կան, կարողանան մեծանալ եւ դառնալ խոշոր եւ ինքնաբավ, դա մենք կունենանք բացարձակապես այլ արդյունք։ Եվ վերջում ամեն դեպքում եզրափակելով մեր զրույցը, ինչ ուղերձ կհղեիք նրանց, ովքեր մտածում են կամ երկմտում են Հայաստան գալու մասին։ Ուղերձս հետեւյալն է, որ մարդիկ պետք է հասկանան, որ դա իրանց անձնական ընտրությունն է։ Իրանք դա անում են իրանց համար առաջի հերթին եւ իրանց ապագայի համար եւ իրանց երեխաների ապագայի համար, քան պետության համար։ Շատ կարեւոր է ունենալ հենց այդ մոտեցումը։ Իսկ եթե իրենք ունեն դա նույնիսկ որպես գաղափար, նույնիսկ որպես երազանք, որ ուզում են իրականացնել 5 տարվա, 10 տարվա ընթացքում, մենք պատրաստ ենք արդեն իրանց հետ աշխատել, օգնել, որպեսզի իրանք դրան պատրաստվեն ճիշտ ձևով, մոտենան ճիշտ ձևով, հասկանան ինչ պետք է փոխեն իրանց կյանքում այսօր դրսում, որպեսզի տեղափոխվեն այն ժամանակ, երբ որ իրանք կցանկանան եւ կուզենան։ Այսինքն կամք չկորցնել, հասկանալ եւ վերաիմաստավորել Հայաստանը կապ չունի ինչ վիճակում է, կապ չունի ով է իշխանությունը եւ այլն, բայց երկարաժամկետ իմաստով, եթե իրենք հասկանում են, որ ուզում են ապրել Հայաստանում եւ կարեւորը դա իրենց համար, նաեւ երկրի համար, մենք սիրով պատրաստ ենք յուրաքանչյուրի հետ անհատապես աշխատել եւ օգնել
իրենց բոլոր հարցերում։ Շնորհակալ եմ հարցազրույցի Ես եմ համար։ շնորհակալ հրավերի համար։ Ես զրուցում էի Վերադարձ Հայաստան հիմնադրամի տնօրեն Վարդան Մանաշլյանի հետ։ Կհանդիպենք։